նորից ենք փորձում առաջին սիրո երգը Վարունց բենդի մեկնաբանությամբ։ Այլի նույնը, այս երկու շաբաթա հետ ենք փորձում։ Մի շաբաթ էլ փորձենք, որ համերգի ժամանակ խայտարակ չլինեք։ Ինչ համերգ։ Ամենաիսկական։ Դու ինձ այսքան ժամանակ խաբել ես, հա? Ինչ եմ խաբել։ Էլ մի սկսի շատ լավ էլ գիտես ինչի մասին եմ խոսում։ Պաստորեն լավ էլ երգում ես, նվագում ես։ Ու այսքան ժամանակ գոնե մի անգամ իմ համար չես երգել։ Իսկ ով քեզ ասաց, որ չեմ երգել։ Հա? Երգել ես։ Տականքն է ասել։ Հա։ Պարոն Ֆրանկլինը ցույց տվեց ձեր համատեղ վիդեոբլոգը։ Լավ, պապ, մեծ մարդ ես։ Մինչև հիմա չհասկացար, որ մարդուց չի կարելի ավելին պահանջել, քան ինքը կա։ Էլով դիմանա, զենք են պահել գլխիդ, երգել ես։ Բա ինչ էր եղել։ Երկար պատմություն է։ Իսկականն է։ Դու ինձ հեքիաթ էլ չես պատմել։ Լավ, կպատմեմ։ Ուրեմն լինում է չի լինում մի չար, չկայացած արքայազն է լինում։ Իմ կյանքի միակ ձեռքբերումը իր պապայի ազգանունն է ու փողերը։ Ու այդ արքայազնը մի օր հանդիպում է անդարդ երաժիշտ Տիկոին։ Տիկոն ով է։ Այդ առանձին հեքիաթը հետ ես քեզ վաղը կպատմեմ։ Լավ։ Ուրեմն այդ արքայազնը հրամայում է Տիկոին, որ ինքը իր համար երգի։ Իսկ Տիկոն չէր սիրում, որ իրան հրամայում են։ Ու ես մեր Տիկոն վերցնում է գիտարը ու ջարդում է այդ արքայազնի գլխի։ Իսկ հետո գալիս է ու պատմում է ինձ։ Իսկ ես օգնում եմ Տիկոին, որ երկից փախնի, որ այդ արքայազնի պապայի պահակազորը չբռնի ու չքարատի իրան։ Այդ օրվանից ես Տիկոին չեմ տեսել։ Բայց դա էլ է վաղվա հեքիաթներից։ Անցնում է ժամանակ ու արքայազնը պարզվում է, որ ես ու Տիկոն մոտիկ ընկերներ ենք։ Տիկոյից վրեժ լուծելու համար ինձ է ստիպում, որ երգեմ։ Դե արանքում հազար ու մի պատմություններ են լինում, որ սրում են իրավիճակը, բայց դա էական չի։ Կարճ ասած ես էլ եմ գիտարը ջարդում իր գլխին։ Դե մնացածը դու արդեն տեսել ես։ Հետաքրքիր էր։ Ես էլ ասում եմ, որ գիտարը հանեց, ինչ ասես, չխփես։ Բա ինչ ես երգել։ Իմ ու Տիկոյի երգերից։ Դու երգեր ես գրել։ Հա։ Բայց դրանից լավ բան չի ստացվել։
Կերքես քո գործերից։ Չէ, իմ գրածներից չէ։ Կերքեմ այն, ինչը երգել եմ քո համար, երբ դու փոքր էիր։ Արդեն հետաքրքիր է։ Այս երգը մամատ քո համար է գրել։ Հագիր աչքերդ հիշիր մի բան, ես այս կյանքում միշտ կողքիդ կմնամ, ու թե հոմեր նորից արթնանամ, ես քեզ համար մեծ արև կդառնամ, եթե կարողանամ, եթե չվախենամ, եթե երկս հասնի երազին, որ կապրենք միասին, երբ աղմուկը խեղդի լռությունը անդարդ, ու անկարծ մոռանաս, որ կոչվում ես դու մարդ, մոլորվես, սխալվես, մոռանաս, որ ես կամ, ես քեզ համար ճանապարհ կդառնամ, եթե կարողանամ, եթե չվախենամ, եթե երկս հասնի երազին, որ կապրենք միասին։ Երիտասարդ նկարիչների միով բերում է Շվեյցարիա, հանգստավայրերից մեկում Դուք ինձ շատ օգնեցիք, բայց երևի էլ չգա։ Շատ ուրախ եմ, Մարամո ջան, որ կարողացա քեզ օգնել։ Եթե գտնում ես, էլ կարիք չկա, ուրեմն չկա։ Ես հասկացա, որ յուրաքանչյուր հասուն մարդու կյանքում, եթե կան ընկերներ, ովքեր պատրաստ են լինել լսել, խնդիրներ լինել չի կարող։ Բաբ, դու Անահիտը Օֆան հրավիրված եք իմ համերգին։ Մի շաբաթից, տեղը դեռ չգիտեմ։ Դու կասես Անահիտին։ Ինչ ընտրիկ։ Արսենի մեջ միշտ պունկտուալությունն եմ սիրել։ Երևի Բեցին է ճանապարհում։ Հացկերեք սառի։ Օֆա! Նեղացրել են։ Հա, մեծ աղբերն է նեղացրել։ Հնարավոր չի։ Ես մեծ աղբորը շատ լավ եմ ճանաչում, ինքը տենց բան չեր անի։ Ասա, սպասում ենք։ Ինչ ասեմ։ Ինչի համար, որ հերդ մեզ բոլորիս էստեղ է հավաքել։ Դու Բեցին ամուսնանում եք։ Ավելի լավ բան ա եղել։ Բաժանվել եք։ Ուֆա։ Այդ երբ էինք միացել, որ լավ։ Ընտանիք մի շաբաթից մեր համերգն է։ Բոլորդ հրավիրված եք։ Գար, բա որ ասում էի գինի բերեմ խի չթողեցի։ Չգիտես, պապային խմիչքի հարցում վստահել չի կարելի։ Համերգն արդեն վերջանում է։ Ես տնօրենի մոտ։ Բարի։
Հայր, այնովա գալիս։ Ես էլ կոֆե ունեմ, չէ՞։ Իհարկե։ Ապրես։ Այս։ Շատ մարդ կա։ Ահագին, նոր խումբ է, լավ է տղեկ է։ Կարևոր լավ պրոդյուսերի հանդիպել։ Իմ ժամանակ սա խապեպային։ Սուրճդ խմի գիշերը կերազես։ Լավն է։ Անուշ։ Լինես գետնի վրա դու, թե տակը գետնի, մեր վարսավիրը կամինա, արևը տակացող կամինա, մոլորակը նեցին մինա, որ ամեն վարկյան պատրաստա պայնինա, մեր վարսավիրը կամինա, նա, արևը տակացող կամինա, իսկ բոլորըդ ծախսում եք ժամանակ, որ գտնեք ձեր տեղն էդ կամինի տական հատակ պամ պարամ պամ, պամ պարամ պարարարարամ, պամ պարամ պամ, պամ պարամ պարարարարամ։ Հարասուն, 60, 70, 80, Դրսում արև էր։ Ուժեղ։ Աղջիկսը։ Ոնց է Տոմսերի վաճառքը։ Անկեղծ ասած ավելի լավ է լինում։ Դու տեսնեմ։ Ու քանի անգամ է սրանից լավ եղել։ Օրինակի համար Ես ժամանակ չունեմ։ Փողերը սուրես գնամ։ Քառասուն, 60 Ազուկական կատարումը։ Ներկայացնում են նոտաները Երևանյան սեր մեծ նվիրում նկար ու գույներն անցենտես Պատմում են ինչ-որ բան արևից ինձ նրանք կերեցին հենց քո հայացքի պես Ինձ քո շուրթերից մեղուն թող բերի ցողուններ իմ առաջին սեր Ներկայացնում ես քաղաքը աչքերը ջպիտ ու փողոցնա մեր նոր զգացմունքի ես կոնն եմ Մինչև երեկո համբույրներ ու գինի, որին չկա դադար միշտ նույնը Քեզ ասում ես գեստը սիրելիս, դու միշտ պահիր գույնդ Իմ առաջին սեր Առաջին այդ սիրուց ահար, ես շունեմ դադար Դու կապես իմ երկում ոսկեվար Սուրճը խմենք, ես էլ գնամ տուն։ Քեզ բարի աշխատանքային օր։ Տանը չես վաղը։ Հա։ Մանա էլի։ Այք։ Գտա քեզ, վերջը։ Ինչ ես ուզում։ Ուզում հանգիստ բացատրես։ Ուզում եմ բացատրություն տաս։ Սպասի։ Ինչի հարամեցիր կյանքս։ Որովհետև դու անշնորհակալի մեկն ես։ Դու ոչ մեկ ես քեզ հայտնի երգիչ դարձի։ Բայց դու ինքան անտաղանդ ես։
Հանգիստ, Կարողացար օգտվես։ հանգիստ։ Հանգիստ։ Ես էի անտաղանդ։ Հիշում ես ինչ երկեր էիր ասում երկեի, հա? Սպասի, տողը, կանգնի, այ! Էս են հայկներ։ Հա, այդ հայկները, որի պատճառով քիթս ջարդեցին։ Էս ինչ է տեղան։ Տնորենի մոտ էր եկել, հա, շնարի գնաց դες։ Բաբ, ինչ կասես, ես արտիստ եմ։ Հեսա կգա, արի գրկյան, փայլում էին։ Վաղը փաբում։ Առաջին այդ սիրտը։ Հայկը ստեղ ինչ էր անում։ Դուք ով եք։ Հարցիս պատասխանի։ Համերգի կազմակերպիչներ եկավ փողերը վերցրեց ու գնաց։ Եվ հետո ինչի եք գոռում։ Սեմինասովը քիչերի մայլ Հայկը, ինչ ես ուզում իզանից։ Մեր մոտ գենետիկա տականքներին հանդիպել։ Քաղաքում ուրիշ մարդ չկար։ Մերսի պապ ջան, ոգևորող խոսքերի համար։ Ես դրանց կարիքը իրոք շատ ունեմ։ Արսեն կանգնի։ Արամո, Հայկի տանտեղը գիտես։ Iseo Caliteros. Iseo Caliteros. Iseo Caliteros. Oh. Առաջիկը տորորա ֆիլսա։ Չարսնես ինչ եմ ձեր տուն եկել։ Չգիտեմ։ Չէ, ավելի ճիշտ գիտեմ ինչի եմ եկել։ Որովհետև դու չես խոսում, Ռաֆ, դու լսում ես։ Բայց երևի ես վատ մարդ եմ։ Եկել ես նշելու, ուրախանալու, ես իմ թթված դեմքով եկել եմ ու նստել եմ։ Նստիր տեղդ։ Նստիր։ Որ համերգը վերջացավ, պատկերացնում էի, որ դուրս եմ գալիս ու պապան ինձ գրկում է, հպարտանում է ինձ նով, ասում է, որ ես տաղանդավոր եմ, որ ես վարունցների արժանի ժառանգ եմ, արտիստ եմ, բայց չէ, ինքը մի անգամից դրսում սկսեց գոռալ, ամոթանք տալ ու նախատել։ Երևի ես պետք է բրուտ ատաղծագործ դառնայի։ Հա, երևի։ Չէ, ասենք օրինակ, որ դուրս գայի, ասեր, տղա ջան, վատ ես երգում, գնա կրթվի, կհասկանայի, կասեի պապան եկավ, լսեց, չհավանեց, բայց չէ, ինքը հենց մի անգամից հենց ուղղակի նախատեց ինձ։ Կարող է տղերքին ասես գան տանը նշենք։ Չէ, պապ, այսօր փաբում ենք նշելու։ Վաղը կարող ենք տանը նշել։ Լավ,
Կար խնդրում եմ, հիմա գնալ հետո խոսենք, կար։ Երբ հետո։ Երբ հետո, հա? Երբ հետո։ Հա? Կեղտո գործերը տանես փախնես հետո։ Չէ, խոստանում եմ կգամ։ Խոստանում եմ մենակ թե հիմա գնա, խնդրում։ Ես Սոնային սպանեցիր, Վարպետին սպանեցիր, Կարենեի կյանքը պղտորեցիր։ Երեխուս գողացար էլ ինչ ես ուզում։ Չկշտացար Արսենից ինչ ես ուզում։ Հեռու մնա Արսենից։ Մյուս անգամ սա հեշտ չես պրծնի։ Հանգստացի։ Արսենին այնպես ես նեղացրել, որ ես նրա փոխարեն քեզ հաստատ չէի ների։ Գնա հաշտվի հետը։ Երեխան այսօր լավ համերգ ա տվել։ Գնա ոգևորի։ Բաժանորդը անջատել է հեռախոսը, կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ The subscriber has probably Բաժանորդը անջատել է հեռախոսը, կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Մոտը զենք կա։ Հա, դու չունես։ Ունեմ, քո համար էի հարցնում։ Արի գնանք, թե չէ հեսա զոննան կփակվի։ Լիլիթը ստեղ է։ Լիլիթը չգիտեմ ով է, բայց այստեղ չի հաստատ։ Ես դու չհասկացար, հա։ Արսենը ստեղ է։ Իրան էլ չեմ ճանաչում, բայց ինքն էլ այստեղ չի։ Են դու ճանաչում ես։ Հա։ Արսենը Վարունցն է, Լիլիթն էլ Բետին։ Տես է։ Այստեղ դիպուկահար կա պետք է։ Հա, պետք է։ Կանանք տեղը նշի, ես կգամ։ Ինչ ես տխուր։ Իսկ դու ուրախ ես։ Շատ։ Իրերդ վերցրու գնանք։ Ուր։ Ազգանուններից հեռու։ Վարունց։ Սպասի խոսենք։ Պապա տերեկել մեր տուն։ Ու այն ինչ խոսացին իմ պապայի հետ, այդ ուղղակի կոնֆլիկտ չէր։ Ու չեմ կարծում, որ դրանց մասին իմանաս, կուզես էլի տեսնել ինձ։ Պապատ ամեն պարագայում ճիշտ է։ Ավելի լավ է գնա ու հաշտվի իր հետ։ Ինձ չի հետաքրքրում ինչ է եղել։ Չէ, որպես այդպեսին հետաքրքրում է կուզենայի իմանալ ինչ է մերքան անհաջողակ, բայց այդ կապ չունի ոչ իմ ու քո հետ, ոչ Արամոյի, ոչ Ռաֆի, ոչ էլ Աթոյանի։ Դրա համար էլ ասում եմ իրերդ վերցրու գնանք։ Շեքսպիրը մի բան գիտեր էլի, որ Ռոմեո Ջուլիետ էր գրում, բայց չգիտեր, որ 21-րդ դարում Ռոմեոն ու Ջուլիետը կարան ուղղակի
Գնամ։ Այդ թույն խմելուց ավելի հեշտ ու adekvat լուծում է։ Գարիկ առանց հետ էլ իմ ու աղջկաս հազիվ կարգավորվող հարաբերությունները փչացրել ես։ Հիմա կարաս մի կես ժամ սպասես աղջկաս հետ խոսեմ, հետո ինչ ուզում ես արա։ Ըստ ինչ եք ուզում դուք ինձնից, հա։ Սկզբից ավակ Արսեն Վարունցը, հետո դու, հետո կրտսեր Արսեն Վարունցը, հետո ինչ թորը տա գալու խանգարի ապրեմ, ես չեմ հասկանում։ Ինչ եք ուզում ինձնից։ Ամբողջ կյանքս այդ հարբեցող հորդ քմաճույքները տարա, որ հասնեմ երազանքից, հասկանում ես, դառնամ երգիչ, բայց չէ։ Դու ու Տիկոն եկաք ամեն ինչ փչացրեցիք։ Հետո դառա հաջողակ պրոդյուսեր։ Ոչ մեկին չէի խանգարում, նույնիսկ քեզ էի ուզում օգնել։ Բայց չէ, էդ էլ չուզեցիր, իսկ գիտես ինչու։ Որովհետև դու ինձ երբեք մաթու տեղ չես դրել։ Հիմա ինչ ես ուզում, հա? Հերիք հա Գարիկ։ Այդ գժվել ես, Հայկ։ Ինչ աղջիկ, ինչ ընտանիք, ինչ է զառանցում։ Լիլիթ, սպասի, ես կբացատրեմ։ Արսեն։ Լիլիթ։ Կանգնե Լիլիթ։ Տատիկ ջան, են կոմանցի էլի։ Օհ։ Հա, ոնց ես։ Լավ եմ, հանի ես ավտոտ։ Կներեք էլի անհամեստ հարցիս համար ուր են գնում։ Մեր ամառանոց։ Ես չեմ թողնի ձեզ նեղացնեմ։ Չէ, բայց դուք տեսակ ինչ արեցի։ Տեսա դուք ինչ արեցի։ Տատի թող քշեմ էլի։ Լավ հասնվեցի դերը ֆորմերից։ Ավելի տատի։ Լիլի, սպասի, Լիլի, սպասի։ Ես ընդունում եմ, որ Արսեն, իմ կյանքում շատ սխալներ եմ արել։ ես Բայց դա հավատա մնացել է անցյալը։ Ես ամենից հետո չպիտի տենց։ Մանավանդ քո ծննդից հետո։ Ես քո ընկերներին օգնել եմ անում քեզ, առանց որևէ հետի մտքի։ Չնայած իմ եւ Արուսների ոչ այնքան հաճելի անցյալը։ Արսեն Հայկը այն մարդը չի, որ հետ պետք է աշխատել։ Իր մտքին հաստատ ինչ-որ սրիկայություն կա։ Բայուց! Սեյցի գնացի։ Արսեն։ Լիլի։ Հանգիստ։ 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 Բանալիս չկա։ Բանալիս գողացել են։ Կա գնացի։ Որտեղ։ Քեզ ինչի չի տարան։ Որոշեցի մնա, որ դες խելք սովորեցնեմ։ Չէ, ժամանակ ես գտել։ Գնա չի հետ կանգնել։ Գնա օգնի մենակով չի կարող։ Այդ բանալին մեր միակ հույսն է, որ քաղաքացնենք։ Ես եմ պատրաստում ձեզ ապրել սովորեցնել։ Շատ ու շարթ բայց ապրատի հետ համակերպվել սովորեցնել կարող եմ։ Այդ ատելության սարը, որ բարձրացել է, չի կարող արևին փակել։ Այդ բոլորը ինքդ ես մտածել։ Չէ, չինացիներն են մտածել։ Իսկ նրանք թիմով են աշխատում։ Խորհուրդ եմ տալիս թիմով աշխատեք, որ բանալին գտնեք։ Եթե կարող եք այդ երեխեքին օգնեք։
Եթե չեք կարող մի խանգարեք։ Այ։ Ես ինչ ես բերել։ Սաղավարտ, չէի կուզել։ Ես քեզ ասել եմ գազարագույն։ Դար սև ներքի բեր։ Ճշտել եմ, դրանց համերգն այսօր է։ Գիտես տեղը։ Հա, գնանք։ Չէ, սպասի մի քիչ հետո կգնանք։ Ով է հաց սարքելու։ Ես բանակում մսաբուսականներով համով ճաշեր էի սարքում։ Դու է կսարքես։ Մսաբուսական կա։ Քո համար ինչ տարբերություն։ Տատին պատրաստի բաներ ա դրել ուտելու։ Փրկվեցիր։ Ընդհանրապես աղջիկները չեն սեղան գցում։ Հա, աղջիկներն են սեղան գցում, բայց շատ խոսացողների գլխին։ Լավ կռիվ մի արեք։ Աղջիկները սեղան են գցում, երբ տղաները վաստակում են այդ հարգանքը։ Այ, համաձայն եմ։ Այսօր լավ երկեցին, չէ։ Շատ։ Դե սեղան գցի։ Մանավանդ Արամոն։ Օ։ Եղում են բոլորը։ Կներեք իհարկե հարցիս համար։ Այդ սաղավարտը ինչի համար է պետք։ 1000 բան կարա պատահի։ Դու գործիդ նայի, հա։ Լավ, եղավ։ Պարոն Մինասով։ Պարզվեց երեկ էր այդ համերգը։ Քո վրա հույս դնել չի կարելի, էլի։ Առաջ ընկի։ Մի բան գտար։ Զենքերը, հա, կասկան չէ։ Հեսա կգտնենք։ Բարև ձեզ։ Վարունցս տեղա։ Չէ։
Արդեն ջղայնանում եմ։